Դեկտեմբերի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Բաքվում կազմակերպված պատմամշակութային ժառանգության և վերադարձի իրավունքի թեմայով ինչ-որ միջոցառման մասնակիցներին Իլհամ Ալիևի ուղերձը, որտեղ նա կրկնել է ադրբեջանական հողերում հայերի վերաբնակեցման և Հայաստանի կողմից ադրբեջանցիների բռնատեղահանության, ադրբեջանական ժողովրդի մշակութային արժեքները ոչնչացնելու մտացածին թեզերը։ Ալիևը եզրափակել է, որ ադրբեջանցիները Հայաստան վերադառնալու իրավունք ունեն։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին գտնվել է Բրյուսելում, որտեղ հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները պատմական կտրվածքով գտնվում են ամենախաղաղ վիճակում։ Նա խուսափել է օգտագործել Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, խոսել է Թրիփ նախագծի իրականացման ընթացքի ադրբեջանական սպասումներից։ Բայրամովի ելույթի միակ ոչ կառուցողական շեշտադրումը Հայաստանի սահմանադրության մասին հայտնի խոսույթի մի փոքր մեղմացված տարբերակն էր։ Այս համատեքստում ինչն է Իլհամ Ալիևին դրդել, որպեսզի ոչ միայն պատմական իրողություններին, այլև առկա իրավիճակին անհարիր ուղերձ հղի։ Եթե պատմամշակութային, քաղաքակրթական, ժառանգության հիմքով քաղաքական հարցեր լուծվեր, ապա Կովկասում Ադրբեջան անվանմամբ ոչ միայն պետություն, ՀԿ-էլ չէր գործի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և համագործակցության հաստատմամբ շահագրգիռ դերակատարներն առաջնորդվում են տնտեսական, կոմունիկացիոն անվտանգային շահերով։ Ալիևը Վաշինգտոնում նախաստորագրել է մի պայմանագիր, որի հիմքում միջազգային իրավունքի սկզբունքները և նորմերն են, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ԱՊՀ կազմավորման Ալմաթիի հռչակագիրը, միջազգային իրավունքի սկզբունքների մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հռչակագիրը։ Դա երկու ինքնիշխան պետությունների միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին պայմանագիր է, որ կամ ամբողջությամբ կստորագրվի, կվավերացվի և ուժի մեջ կմտնի կամ ոչ։ Ալիևի ուղերձն արտաքին հասցեատեր չունի։ Անգամ Թուրքիայի նախագահն է պաշտոնապես ընդունում, որ թուրքերը 1000 տարի առաջ են հաստատվել այս հողերում, իսկ Ադրբեջանը Թուրքիայի հետ մեկ ազգ երկու պետության մաս է կազմում։ Մնում է ենթադրել, որ նա կամ ադրբեջանական հանրությունն է պահում հավասար զգաստ վիճակում, կամ փորձում է Հայաստանում ներքաղաքական սրացումներ սադրել։ Ընդ որում դա արվում է մի փուլում, երբ Հայաստանում Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի շուրջ բանավեճ է։ Մարտահրավերն անշուշտ նետված է Հայաստանի իշխանություններին, ընդդիմությունն ինչպես կընդունի փոխանցումը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. Ինչի մասին է Ալիևի այսօրվա հայտարարությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կրկին հայտարարել է իբրև Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին։ Սա խաղաղության օրակարգ չէ։ Սա Հայաստանի տարածքի փաստացի վերաձևման վերաբերյալ պահանջ է, որի խորքային նպատակը կարող է լինել հայ-ադրբեջանական համակեցության որևէ ձև Հայաստանի ներկայիս տարածքում։ Այս հայտարարությունն ի ցույց է դնում, որ իրական խաղաղություն գոյություն չունի։ Ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի և իշխանական շրջանակի պնդումների, Բաքուն ոչ թե մեղմում է իր դիրքորոշումը, այլև օրեցօր կոշտացնում այն, նպատակ ունենալով ապահովել առավելագույն միակողմանի արդյունք։ Բայց ինչու է Ալիևը նման պահանջներ բարձրացնում հենց հիմա, լիովին գիտակցելով, որ դրանք կարող են վնասել իրեն առավել շահավետ գործող իշխանությանը։ Պատճառներն ըստ էության մի քանի շերտ ունեն։ Առաջին, Ալիևը չի վստահում Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։ Ադրբեջանը փորձում է մինչև 2026 թվականն ավարտին հասցնել իր հիմնական պահանջները, հասկանալով, որ իշխանության հնարավոր փոփոխության դեպքում Հայաստանի բանակցային դիրքերը կարող են արմատապես փոխվել։ Այս փուլում Բաքուն ձգտում է ամրագրել հնարավոր առավելագույնը։ Երկրորդ, Ալիևը բարձրացնում է գինը Փաշինյանին ներքաղաքական աջակցություն ցուցաբերելու դիմաց։ 2026 թվականի ընտրություններում Փաշինյանի համար արտաքին աջակցությունը վճռորոշ է լինելու։ Ալիևը ձևավորում է ակնհայտ պահանջների նոր փաթեթ, հասկացնելով, որ ցանկացած աջակցություն պայմանավորված է լինելու նոր, ավելի խորքային զիջումներով։ Սա ուղիղ քաղաքական ազդակ է, հասցեագրված ոչ միայն Երևանին, այլև արտաքին դերակատարներին։ Երրորդ,
Ալիևը համոզված է, որ Հայաստանում ընդդիմադրության կենտրոնները այլևս չեն գործում։ Ներքաղաքական դաշտի թուլացումը եւ կազմակերպված դիմադրության բացակայությունը Բաքվում ընկալվում են որպես ազդանշան, որ Հայաստանում ներկայումս բացակայում է այն ներքին կարողությունը, որ պահանջվում է ադրբեջանական ճնշումներին դիմակայելու համար։ Այս համոզմունքն է նրան հնարավորություն տալիս առավել բաց եւ կոշտ հնչեցնել այն, ինչ նախկինում արտահայտում էր զգուշությամբ։ Ի դեպ Հայաստանի ներսում դիմադրության կենտրոնների չեզոքացման հարցում Ալիևի հիմնական դաշնակիցը հենց Փաշինյանն է։ Ալիևը ձևավորում է բանակցությունների նոր մեկնակետ միջազգային հարթակների համար։ Նրա հայտարարությունները հաճախ ուղղված են ոչ միայն Երևանին, այլև արտաքին կենտրոններին, Միացյալ Նահանգներին, Եվրոպային, Մոսկվային եւ Անկարային։ Ալիևը փորձում է ամրագրել հետեւյալ տրամաբանությունը. Ադրբեջանի պահանջները վաղուց են հնչեցվել, հետևաբար դրանք պետք է դիտարկվեն որպես բանակցային օրակարգ։ Այսպիսով նա ձգտում է, որ հետագա ցանկացած քննարկում սկսվի իրեն առավել ձեռնտու մեկնակետից։ Հայաստանի համար հետևությունն առավել քան ակնհայտ է։ Որքան էլ սցենարները տարբեր լինեն, անհերքելի է մեկ բան. ներկա ստատուս քվոն Հայաստանին պահում է միակողմանի, նվաստացուցիչ եւ շարունակ ընդլայնվող ճնշումների դաշտում։ 2026-ի ընտրությունները սովորական չեն լինելու։ Դրանք որոշելու են՝ շարունակելու է Հայաստանը շարժվել Ադրբեջանի թելադրած հունով, թե վերականգնելու է իր պետական սուբյեկտությունն ու արժանապատիվ դիրքավորումը։ Միակողմանի զիջումների վրա կառուցված խաղաղությունը խաղաղություն չէ։ Դա ընդամենը վերափոխված ճնշում է նոր պահանջներով եւ նոր սպառնալիքներով։ Եթե Ալիևը խաղաղության պայմանագիր երբեք չի ստորագրելու, ապա ո՞րն է գործընթացը ձախողելու նրա հնարավորությունը։ Տրամաբանական է, որ նա առաջին հերթին շահագրգռված պիտի լինի Հայաստանում ներքաղաքական սրացմամբ, անկառավարելիությամբ եւ իշխանափոխությամբ։ Այդ դեպքում նա հանգիստ խղճով ԱՄՆ նախագահին կասի. «Տեսնում եք, միստեր Թրամփ, հայերը խաղաղություն չեն ուզում, հեղինակազրկեցին ոչ միայն իրենց վարչապետին, այլև ձեզ»։ Իսկ այդ նպատակին հասնելու համար ինչ պիտի անի Ալիևը։ Իհարկե պիտի հրահանգավորի վերաբերյալ որակի քարոզչություն։ Հաշվարկը պարզ եւ ստանդարտ է։ Եթե ուզում ես վնասել, գովիր հակառակորդիդ։ Հայկական Ադրբեջանը գիտությունը ցավոք ընդունել է Ալիևի թելադրած խաղի կանոնները։ Նախ Ադրբեջանի նախագահին վերագրում է տարածաշրջանում միակ տղամարդու կերպար, ապա հնարավորինս բողոքում հանրային զգացմունքայնություն, ձևավորում աուրա, որտեղ կաթողիկոսը եւ նրա հավատարիմ եպիսկոպոսները համարյա թե Ներսես աշտարակեցի կամ Խրիմյան հայրիկ են, իսկ իշխանությունները եւ մյուս հոգեվորականները թրահաճո դավաճաններ։